Մերձավոր արևելքի իրադարձությունները նավթի մեկ բարելի արժեքը ավելի քան $100 դարձրին։ Նավթի գնի փոփոխությունը ուշադրության կենտրոնում է հայտնվում, քանի որ ազդեցություն է ունենում բազմաթիվ ոլորտների վրա, եւ այն կարող է Հայաստանի համար լրացուցիչ գնաճի պատճառ դառնալ։ Գների բարձրացման առաջնային պատճառներից է համարվում Հորմուզի նեղուցի փակումը, որտեղով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների 20%-ը, եւ որի փակումից հետո դեֆիցիտ է առաջացել համաշխարհային շուկայում։ Խնդրի ժամանակավոր լուծման համար գերտերությունները լրացուցիչ խմբաքանակներ են հանում շուկա։ Մասնագետները կարծում են, որ եթե պատերազմը երկարի, ապա պահուստային նավթի օգտագործումը չի փրկի իրավիճակը, եւ դեպքերի նման զարգացման պարագայում նավթի գինը նրանց կանխատեսումով կարող է բարձրանալ ընդհուպ $200, եւ Հայաստանը պետք է փորձի այլ տարբերակներ գտնել։ Մենք հիմնականում ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից, եւ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես կթանկացնի Հայաստան եկող բենզինի, դիզելի գինը, հաշվի առնելով նաև նավթի գների թանկացումը։ Մենք պետք է փորձենք այլընտրանքային ներկրողներ գտնենք, պետք է փորձենք տրանսպորտային ծախսերը նվազեցնել, որը հնարավորություն կտա մեղմել այդ բարձրացման բեռը։ Հայաստանում, ըստ մասնագետների, տարեկան սպառվում է մոտ 460,000 տոննա բենզին եւ դիզել, եւ ադրբեջանական վառելիքը չի կարող երկար ժամանակ երկրում ապահովել ցածր գներ։ Բացի այդ, այնպես է ստացվել, որ այնտեղ նույնպես խնդիրներ կան վառելիքի հարցերում, եւ դրանով պայմանավորված էժան գնով վառելիքի արտահանումը Հայաստան քիչ հավանական է դառնում։ Ներկայումս մրցակցությունը բենզին-դիզելային շուկան մեծացել է, կարծում են մասնագետները, որով պայմանավորված կողմերը փորձում են պահպանել մրցակցային գները, սակայն պահոստում եղածները նորից թանկացնում են լրացուցիչ շահույթ ապահովելու համար։ Սովորաբար նույնիսկ եթե պահոստում ունենում են գումար, նրանք թանկացնում են ինչու, որպեսզի իրենց համար որոշակի ֆինանսական բարձիկ ստեղծեն հաջորդ ներկրումը ֆինանսավորելու համար։ Դա կախված է շուկայի մրցակցային վիճակի։ Եթե մրցակցությունը խիստ է, ապա նրանք նման բան իրենց թույլ չեն տա։ Մեր շուկայում 1-2 տնտեսվարողների բաժին են գնում շուկայի մոտ 60-70%, եւ նրանք կարող են որոշակի ժամանակահատված գինը պահել, գին թելադրել շուկայում։ Եթե մրցակցությունը մեծանա, բնականաբար նրանք կտրուկ կնվազեցնեն գինը։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահը այսօր ասել է, որ վառելիքի շուկան մրցակցության պակաս կա, եւ նրա կարծիքով սահմանների բացումով էական փոփոխություններ կնկատվեն այդ դաշտում, ու խնդիրները այլ պատճառներ ունեին։ Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը ներկրվող ապրանքների պարագայում փոքր երկիր լինելն է։ Այսինքն փոքր երկիր լինելով հանդերձ դու մեծ չափով չես կարողանում ձեռքբերումներ իրականացնել, եւ այստեղ բնականաբար խոշոր արտադրողները նույնիսկ ուղիղ աշխատելու շատ մեծ ցանկություն չեն ունենում հաճախ մեր տնտեսվարողների հետ, եւ այստեղ որոշակի գները ավելի բարձր են, քան ռեգիոնների երկրներում։ Իսկ Հայաստանը հաջողություն գրանցել է շատ ոլորտներում, բայց ամենամեծ հաջողությունը կարծում եմ մեր դիվերսիֆիկացիան է։ Այսպիսով միջազգային շուկաներում նավթի գների յուրաքանչյուր փոփոխություն կարող է շղթայական ազդեցություն ունենալ տարբեր երկրների տնտեսությունների վրա, թե ինչպես կընթանա իրավիճակը առաջիկայում մեծապես կախված կլինի աշխարհաքաղաքական զարգացումներից, նավթ արդյունահանող երկրների որոշումներից եւ համաշխարհային պահանջարկից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։